Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ընդհանրապես մրցակցության հետ կապ հարաբերություններում մեր տնտեսության զարգացման հեռանկարը առանց բարձր մրցակցային հնարավորությունների ուղղակի հնարավոր չէ։ Եվ այն, որ մենք կարողանում ենք այսօր ապահովել որոշակի մրցակցային հնարավորություններ, նույնիսկ գերիշխող դիրք ունեցող կառույցների համար, դա փաստ է եւ մեր Տիկին Պետրոսյանի առաջադրումը կարծում եմ ճիշտ առաջադրում է այն իմաստով, որ աշխատանքի իր ընթացքի մեջ միշտ էլ մրցակցությունը կարևորել է եւ այսօր կարևորում է, իսկ տնտեսության համար, ինչպես նաեւ քաղաքականության մեջ առանց մրցակցության որևէ հաջողության հասնել հնարավոր չի։ Մենք երեք քննարկեցինք նաեւ կարևորագույն մի հարց, որ սպառողների եւս մենք կարող ենք այլևս տնտեսական մրցակցության ոլորտ տեղափոխել, որովհետև ցանկացած մրցակցության թիրախը սպառողներն են։ Եվ եթե մենք սպառողների շահերը հաշվի չառնենք, որևէ մրցակցություն կդառնա ինքնանպատակ։ Հետևաբար մենք պետք է կարողանանք կապակցել հանրային բոլոր պահանջմունքները, որոնք կոչված են, որ մրցակցային հնարավորություններ ունենան եւ հավասար մրցակցային պայմաններ ունենան բոլոր տնտեսվարողները, եւ այս իմաստով մեր վարած քաղաքականությունը միտված է դրան, եւ եթե մենք համեմատենք 20 տարի առաջ, 10 տարի առաջ եւ այսօր էականորեն տարբերվում է մրցակցության հնարավորությունները եւ այսօր կարող եմ ասել, որ մենք գրեթե 80% հաջողել ենք այս հնարավորությունների իմաստով, որովհետեւ գիտենք, որ ժամանակին հնարավոր չէր մրցակցել որևէ մոնոպոլիստի հետ եւ ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ տնտեսության զարգացման ճանապարհը միայն մոնոպոլ հնարավորությունները դադարեցնելն է։ Չնայած այսօր մենք տնտեսության մեջ ունենք դեռևս բնական մոնոպոլիաներ, մասնավորապես գազի, էլեկտրաէներգիայի ոլորտում, բայց այս բնական մոնոպոլիաները նույնպես հնարավոր է ժամանակի ընթացքում ստեղծել այնպիսի վարքականոններ, որ մոնոպոլ դիրքի չարաշահումներ տնտեսության մեջ երբևէ տեսանելի չլինեն։ Այս իմաստով կարևորում եմ մեր հանձնաժողովի աշխատանքը, կարևորում եմ նաև հանձնաժողովում առանձին անհատների իսկապես ջանք դնելու հնարավորությունը եւ պայմանները եւ այնինչ արվում է իսկապես հնարավորի քաղաքականություն է։ Իհարկե կուզենանք, որ մենք ունենանք իդեալական մրցակցային հնարավորություններ տնտեսության մեջ, բայց դա ժամանակի ընթացքում պետք է հնարավոր լինի։ Միանգամից տնտեսությունը բերել մի ռելսերի վրա, որտեղ հավասար մրցակցային հնարավորություններ ունեն բոլոր տնտեսվարողները, որևէ պետությունում չի հաջողվել եւ երկար ժամանակ անհրաժեշտ քայլ ճշգրտելու, քայլ օրենսդրական նախաձեռնություններով եւ հանձնաժողովի հետ ճիշտ աշխատանքով, ազգային ժողով կառավարություն ճիշտ համագործակցությամբ այս խնդիրների լուծումը ապահովել եւ մեր տնտեսությանը փոխանցել այդ հնարավորությունները, որոնք կբերեն եւ առողջապահության եւ կրթության եւ անվտանգային բոլոր հարցերի լուծումները։ Առանց տնտեսության ճիշտ կազմակերպման մենք որևէ հաջողություն չպետք է ակնկալենք։ Այստեղ էական է նաեւ իրավապահ համակարգի դերը, որտեղ հաճախ շատ պաշտոնյաներ նստած լինելով ճյուղի վրա կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են, չգիտակցելով, որ եթե տնտեսությանը վնաս են հասցնում որոշակի գործողություններ, դրանով իսկ վնաս են հասցնում հենց իրենց, որովհետև բյուջետային գումարները ձևավորվում են տնտեսվարողների հարկերը վճարելով։ Եվ եթե դու խանգարում ես տնտեսվարողներին հարկերը վճարել ժամանակին եւ ճիշտ, այսինքն խոչընդոտում ես քո ուժային մեթոդներով, դու վնասում ես ինքդ քեզ, որովհետեւ նախ քաղաքական իմաստով է դա սխալ, որովհետև եթե դու տնտեսության զարգացում չես ապահովում, հաջորդ ընտրություններին քո քաղաքական թիմը անհաջողությանը մատնվելու եւ դու այդ պաշտոնում չես լինելու։ Սա պարզ տրամաբանություն է եւ երկրորդ տրամաբանությունը ֆինանսական։ Եթե դու արգելում ես տնտեսության զարգացումը, դու արգելում ես նաեւ քո աշխատավարձի բարձրացումը եւ հնարավոր այն բոլոր հնարավորությունները, որ դու կարող ես օգտվել տնտեսության զարգացման արդյունքում։ Այս իմաստով մենք անելիքներ շատ ունենք եւ մենք ինքներս ինքնակնդատությամբ նաև պետք է կարողանանք հաղթահարել այս խնդիրները, որովհետև եթե մենք ճիշտ չախտորոշենք, լուծումներ չենք կարող գտնել։ Հետևաբար մենք պետք է առնվազն ազնիվ լինենք մեր հարաբերություններում, տնտեսության հետ մեր աշխատանքը պետք է կազմակերպենք բացառապես փոխադարձ հարգանքի միջավայրում եւ որևէ տնտեսվարողի չդիտարկենք որպես հակառակորդ կամ շորթող կամ եւ այլն։ Այլ տնտեսության մեր մասնագետներին պետք է այո տանենք նաև
կրթելու հնարավորությունները փոխանցենք դրանց, կարողանանք նաև համատեղ աշխատանքում բերենք ընդհանուր դաշտ, որ մեկ ընդհանուր պետական համակարգ աշխատի մեկ ընդհանուր նպատակի՝ պետության, տնտեսության զարգացման ընթացքով։ Բոլորս անելիքներ ունենք եւ հատկապես հանձնաժողովը ամենամեծ անելիքն ունի եւ մենք հենվում ենք հանձնաժողովի վրա, մենք վստահ ենք, որ նաև մեր աջակցությամբ հանձնաժողովը բոլոր հնարավոր քայլերը կանի ազատ տնտեսական հարաբերություններ հաստատելու երկրում եւ հաճախ այն խնդիրները, որոնք առաջադրում են, ճիշտ լուծումներ լինի։ Մասնավորապես ես որպես падգամավոր ուսումնասիրելով նույն գազի ոլորտը տնտեսական հանձնաժողովին դիմել էի խնդրելով, որ դիտարկեն կոնկրետ մեկ մարզում, նշել էի մարզը, մրցակցության որոշակի չարաշահումները, այսինքն հակամրցակցային պայմանավորվածությունները։ Բայց պատասխանը ստացել եմ, կարելի ասել, շաբլոն պատասխան, որ տնտեսվարողները համարում են, որ այդտեղ գազի ծավալը վաճառքի ցածր է, հետեւաբար բարձր գին են առաջադրում, բայց մենք պետք է նայենք, որ դա լոկալ պրոբլեմ է առաջացնում բոլորի համար, որովհետև, ասենք, այդ մարզի քաղաքացին ինչի պետք է տուժի, ձեր ասած գազի ծավալի քիչ իրացման արդյունքում, որովհետև մեծ հաշվով դա էլ չի բերելու մեծ ծավալի իրացում, ստիպված են լինում մարզից հասնել Երևան ավելի ցածր գնով լիսկավորել իրենց մեքենաները։ Հետևաբար այդտեղ նույնիսկ բացատրական աշխատանք պետք է տարել, որ այս տնտեսվարողները հասկանան, որ անիմաստ է ավելորդ, որովհետև տեսեք, բնական գազի կամ ժողովրդի լեզվով ասած օդ գազի վաճառքի պայմանները բոլորի համար հավասար է։ Այդտեղ ոչ լոգիստիկա կա, ոչ ասում ենք տրանսպորտային ծախսերը մեծ են, բոլորի համար խողովակից ընդհանրապես իրենք իրացում են կատարում եւ այդտեղ որևէ մի տնտեսվարող առավելություն չունի։ Հետեւաբար, եթե որևէ մի ռեգիոնում 10-20% տարբերություն կա գնի, պետք է անպայման դա դիտարկել որպես չարաշահում, դա դիտարկել հակամրցակցային պայմանավորվածության արդյունք։ Եվ այդտեղ հանձնաժողովը պետք է այո քայլեր կատարի, նաեւ հրավիրելով, նաեւ անհրաժեշտության դեպքում նաեւ մեր падգամավորներին ներգրավելով այդ աշխատանքում, որովհետեւ մենք նույնպես մեր գործարարների ճիշտ աշխատանք տանենք, արդյունքում ստանանք սպառողների համար հնարավոր ճիշտ լուծումները, որովհետև ի վերջո սպառող հասկացությունը դա մեզ բոլորիս է վերաբերում։ Մենք բոլորս սպառող ենք նախ եւ առաջ։ Եվ մենք բոլորս օգտվում ենք այն ծառայությունից եւ մեր բոլոր ընտանիքներում այդ խոսակցությունը կա, որ այսինչ ապրանքը թանկացավ կամ այնինչ գները թանկացան, այսինքն սրանք այս թանկացումների առյուծի բաժինը ոչ բարեխիղճ մրցակցության արդյունք է։ Եվ եթե ցանկացած բիզնես թողես գերիշխող դիրքի մեջ կամ մոնոպոլ դիրքում խնդիրներ կառաջացնի եւ գները խիստ կբարձրանան։ Այս իմաստով միայն մրցակցությամբ մենք ի վիճակի կլինենք գների իջեցում ապահովել, ազատ տնտեսական հարաբերություններ ձևավորել եւ հանրությունը գոհ կմնա մեր աշխատանքից, եթե մենք կարողանանք իսկապես ապահովել այս հավասարության պայմանները։ Եվ այդտեղ ձեր անելիքը շատ է։ Կա թաքնված նաեւ վտանգներ։ Տեսեք, որևէ տնտեսվարող, որը ունի գերիշխող դիրք եւ մեծ հնարավորություններ, ապրանքային մնացորդ է թողում մանրածախ կետերում եւ ստիպում է, որ այլ մատակարարից ապրանքներ չընդունվեն։ Դա ներքին պայմանավորվածության արդյունքում է ձևավորում եւ եթե որևէ ներկրող ապրանք է առաջարկում տվյալ վաճառքի կետին, նրանք ասում են, գիտեք, մենք 30,000, 40,000 դոլարի մնացորդային ապրանք ունենք եւ չենք կարող ձեզանից վերցնել, որովհետեւ սա պայման է, որպեսզի միայն այս մեկ մատակարարից ապրանք ընդունենք։ Սրանք թաքնված լատենտ հակամրցակցային հարաբերություններ են։ Այս փաստերի վրա խնդրում եմ ուշադրություն դարձնել եւ եւս մեկ անգամ մեզ շնորհավորում եմ ճիշտ ընտրության առիթով։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։